այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությանը, որը նրա խոսքով հնարավոր է հրապարակվի մինչև սպասվող համապետական ընտրություններ։ Գալյանը նաև նշեց, որ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ է, բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն։ Նախարարը հայտնեց, որ առայժմ որոշում չկա սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանվելու է, թե ոչ։ Անդրադառնալով սահմանադրության առաջարկվող փոփոխությանը իրավագիտության դոցենտ Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ այս պահին չկան այն հիմքերն ու նախադրյալները, որոնցով հնարավոր կլինի սահմանադրություն փոխելը։ Ուրեմն սահմանադրությունը փոխելու նախադրյալները, հիմքերը սահմանադրության հենց պրեամբուլայում, այսինքն նախաբանում նախատեսված են։ Այս պահին չկան այդ հաստական հանգամանքները, որոնք հիմք են սահմանադրություն փոխելու համար։ Ու այստեղ միանգամայն ողջամիտ է այն կասկածը, որ սա արվում է ինչ-որ դրսի ուժերի թելադրանքով։ Բայց դա չի խնդիրը, նախ հələ հարց է սահմանադրությունը փոխելը կհաջողվի գործող իշխանությանը, թե ոչ, որովհետև ժողովրդի բացարձակ մեկամասնությունը ատելություն ունի գործող իշխանության նկատմամբ։ Երկրորդ, ինչ վերաբերում է անկախության հռչակագրի չեղարկմանը, այդպիսի իրավակարգավորում նախատեսված չէ, որ ոչ սահմանադրությամբ, ոչ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով եւ ոչ էլ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված չի, որ ազգային ժողովը հանդիսանում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդը։ Հետևաբար չի կարող ինքը վերացնել ուժը կորցրած ճանաչել Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքները, իրավական ակտերը։ Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն ակտը կարող է վերացնել ուժը կորցրած ճանաչել այն ընդունող կամ դրա իրավահաջորդ մարմինը։ Մենք որևէ իրավական ակտում չունենք դրույթ այն մասին, որ Հայաստանի ազգային ժողովը հանդիսանում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդը։ Այսինքն Գերագույն խորհրդի ընդունած ակտը փոփոխման ենթակա չէ, անգամ նորից եմ ասում, եթե սահմանադրությունից են հանել այդ մասը, այսինքն անկախության հռչակագրի մասին դեպի միևնույն է անկախության հռչակագիրը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված։ Դա անխոցելի է, դա անբեկանելի է, դա ինչպես ասում են այժմ եւ միշտ Հավիտյանս Հավիտենից սկզբունքով է գործում։ Պարոն Պետրոսյան, ինչ եք կարծում, կոնկրետ սահմանադրությունից կոնկրետ ինչ կետեր են ցանկանում հեռացվել եւ նաեւ Ադրբեջանն էր պահանջներ ներկայացրել։ Ճիշտն ասած, քանի որ նախագիծը չի ներկայացվել, ես չեմ ուզում ներկապարանոց հայտարարություններով հանդես գալ, բայց մի բան վստահաբար կարող եմ ասել, որ սահմանադրության փոփոխությունը դա նորից եմ կրկնում, չունի բավարար հիմքեր եւ կատարվում է օտար թշնամի ուժերի թելադրանքով։ Սա կարող եմ ասել։ Բայց երբ որ իրենք հրապարակեն տեքստը, ես ավելի կոնկրետ դատողություններով, մեկնաբանություններով հանդես կգամ։ Բայց սա է հիմնական վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ վարում է ադրբեջանամետ, թրքամետ քաղաքականություն եւ Հայաստանը աստիճանաբար կանում է թրքացման, թրքահպատակեցման, այդ փոփոխությունները այդ նպատակ ունեն, որովհետեւ հիմա եթե մեկը հասնի օրինակ սահմանադրության մեջ ինչ կուզենայի փոխվի, ես կոնկրետ իրավական լուծումներով կոնկրետ առաջարկներ կանեմ, բայց ես ինչքան հասկանում եմ, ստեղ ոչ թե ինչ-որ իրավական լուծումներ են, այլ Թուրքին, Ադրբեջանին հաճոյանալու փորձեր են։ Եվ սրա միակ նպատակը ասել եմ մի քանի անգամ եւ կրկնում եմ։ Դա Նիկոլ Փաշինյանը ոչ թե ինչ-որ հայաստանանպաստ նկատառումներով ուզում սահմանադրություն փոխել, այլ ուզում է ամեն ինչ անել, որպեսզի իր պաշտոնը պահպանի։